չէր ունենում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանի մեջ այնքան չարություն կա, որ այդ չարությունը չի տեղավորվում իր մեջ, դուրս է գալիս եւ կոնֆլիկտներ է ստեղծում Ռուսաստան եւ Ամերիկա, չգիտեմ, Ամերիկա-Չինաստան, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտն ասած ոնց մեկնաբանեմ Նարեկ ջան, ասենք դա ինչ ասելու բան է։ Մի հատ կասեք Հայաստանը եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ինչպիսի կոնֆլիկտ է հրահրել։ Կոնֆլիկտ է, ասում ասում որ ամենքի հետ հանդարտ կոնֆլիկտ է աստեղ։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մենք հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական դերակատարումը փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ, առաջին հերթին փորձում ենք նորմալ լավացնել մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, նորմալացնել այն հարավյանների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ եւ նաեւ մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք ունենալ լավ ռազմավարական հարաբերություններ։ Խանդանյան եւ մի հարց էր, նոյեմբերին ինչու որևէ մեկը ԿՊԱ-ականներից եռաբլուր չգնաց, մոռացվել է այդ օրը, թե ինչ նպատակ կա, որ ընդհանրապես էլ չեք հիշատակում, չեք գնում, խոնարհում չեք հայտնում։ Որևէ մեկը չի մոռացել, ուղիղ 10 րոպե առաջ ազգային ժողովի նիստերի դահլիճում ազգային ժողովի նախագահի տեղակալը օրենքի նախագիծ էր զեկուցում տոների եւ իշատակի օրերի օրենքում լրացում կատարելու վերաբերյալ եւ այս օրենքի նախագծով մենք պատրաստում ենք հունվարի 27-ը դարձնել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման օր եւ պետական միջոցառումները այլ տեսակի միջոցառումները արդեն այդ օրերին կլինեն, այդ օրը կլինի։ Նախաստորագրված այդ փաստաթուղթը կա որոշակի պայմանավորվածություններ, երբ նորից երեք կողմերը կնստեն մի կողմ, թե դա առանձին կլինի, ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Խաղաղության պայմանագրի մասին եք ստորագրվել են երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, մեր ակնկալիքն այն է, որ հնարավոր է շուրջ ստորագրենք այն, բայց դուք գիտեք նաև այստեղ պետք չի բան անել, Ադրբեջան նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ, այո։ Այսինքն փոխանցում որ նաև այս անկլավների թեման է իրենք հիմա առաջ տանում, որտեղ նաև այդ խոսակցությունները, որ հիմա փորձում են նաև այդ թեման։ Ես կարծում եմ դրանք փոխպայմանավորող հարցեր չեն։ Ես նորից եմ կրկնում, այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասել ենք, դա կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջության։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասում, որ փակուղային իրավիճակ է, որովհետև մեկ տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային, բայց ի վերջո մարտին մենք կարողացանք համաձայնեցնել տեքստը եւ արդեն օգոստոսին նախաստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիտական ջանքներ դնելով ես կարծում եմ հնարավոր կլինի մոտ ապագայում ասում, եթե իր ներկայությամբ նախաստորագրվեց, հիմա կարող է նաև միջամտել, որպեսզի ստորագրվի եւ քանի որ հասկանալի է նաև համանadrությունը մեկ օրում հնարավոր չէ։ Ես չեմ կարծում, որ չի ուզում, մենք մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք հանգամանքի վրա, որ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ եւ նաեւ ակնկալում ենք աջակցություն այս հարցում, բայց դա դեպս միանգամից եւ արագ տեղի չի ունենում, ինչպես տեսնում եք։